Հայաստանն ու Հնդկաստանը արդեն երկար տարիներ պահպանում են դիվանագիտական ու մշակութային կապերը, սակայն վերջին տարիներին այս հարաբերությունները ստացան նոր ռազմավարական հարթություն։ Հայաստանի պաշտպանական համակարգը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջև։ Միջազգային փորձագետները նշում են, որ հայկական բանակի արդիականացումը միայն ներքին արտադրությամբ հնարավոր չէ, հատկապես երբ խոսքը նոր տիպի զրահատեխնիկայի, հրետանու և անօդաչու թռչող սարքերի մասին է։ Այս պայմաններում Հնդկաստանի հետ համագործակցությունը դարձավ գորիզոնտալ հնարավորություն ռազմական ուժի, տեխնոլոգիայի ու նոր մարտավարությունների փոխանակման համար։ Հայաստանում արդեն գործում են հնդկական տեխնոլոգիաներով զինատեսակներ։ Հայ ինժեներներն ու սպառազինության փորձագետները մասնակցում են համատեղ ծրագրերի։ Զինատեսակների արդիականացումը նպաստում է տարածաշրջանային բազմաշերտ անվտանգության համակարգի ձևավորմանը։ Վերջին տասնամյակում Հնդկաստանը սկսել է արտանել այնպիսի զինատեսակներ, որոնք իրենց գների, հուսալիության և տեխնոլոգիական հագեցվածության համադրությամբ դարձել են մրցունակ աշխարհի շուկայում։ Հայաստանը, ուսումնասիրելով այս ոլորտը, սկսեց ձեռք բերել այն զինատեսակները, որոնք կարող են լուծել բանակի կենդանի խնդիրները։ Այս համագործակցության առանցքում են մի քանի կարևոր զինտեխնիկական ուղղություններ։ Առաջինը հրթիռային և հրետանային համակարգեր։ Հայաստանը հետաքրքրված է երկար հեռահարության, բարձր ճշգրտության համակարգերով, որոնք կարող են ապահովել պաշտպանական ու կանխարգելիչ հզոր հարվածներ։ Հնդկաստանի արտադրանքը, որը մշտապես արդիականացվում է տեղական ռազմական ինժեներների կողմից, առաջարկում է այնպիսի համակարգեր, որոնք հարմարեցված են նաև լեռնային շրջանների համար, համապատասխան մեր վերգետնյա պայմաններին։ Երկրորդը անօդաչու տեխնոլոգիաներ, ԱԹՍ-ները դարձել են ժամանակակից պատերազմի առանցքային գործոն։ Հնդկաստանը ստեղծում է այնպիսի անօդաչուներ, որոնք միաժամանակ կարող են իրականացնել հետախուզություն, արագ արձագանք, թիրախավորում, հարվածային աջակցություն։ Այս համակարգերը արդեն անցել են փորձարկումներ միջազգային շուկաներում և գնահատվում են իրենց կայունությամբ ու տեխնիկական ճկունությամբ։ Երրորդը հակօդային պաշտպանության նոր մոտեցումներ։ Տարածաշրջանի բարդ իրավիճակը ստիպում է Հայաստանին ուշադրություն դարձնել նաև ՀՕՊ-ի արդիականացմանը։ Հնդկաստանը առաջարկում է համակարգեր, որոնք նախատեսված են փոքր և միջին բարձրության թիրախների դեմ, ներառյալ ԱԹՍ-ները, հրթիռային ու փոքր չափի օդային վտանգները։ Այս համագործակցությունը միայն գնումների հարցը չէ։ Այն ներառում է մանրամասնական տեխնոլոգիական փոխանցում, ինչը երկարաժամկետում կարող է Հայաստանի պաշտպանական արդյունաբերությունը դարձնել ավելի մրցունակ։ Իսկ ինչ է դա նշանակում։ Հայկական կողմը ձեռք է բերում ոչ միայն զինտեխնիկա, այլ նաև արտադրական կարգերի, ծրագրային ղեկավարումների, ռադիոտեխնիկական հմտությունների հասանելիություն։ Հայաստանի ռազմական ինստիտուտների կուրսանտները մասնակցում են հնդկական դասընթացների, աշխատելով նոր ծրագրային համակարգերի վրա։ Հնդիկ և հայ ինժեներները համատեղ մշակում են որոշ մոդուլային համակարգեր, որոնց մի մասը հետագայում կարելի է տեղայնացնել հենց Հայաստանում։ Այս մոդելը հնարավորություն է տալիս, որ Հայաստանը ժամանակի ընթացքում չմնա միայն սպառող, այլ դառնա նաև արտադրական գործընկեր։ Մի կարևոր հարց էլ կա. իսկ ինչու Հնդկաստանը հետաքրքրվեց Հայաստանին աջակցելով։ Պատճառը ընդամենը միայն վաճառքը կամ շուկան չէ։ Հնդկաստանը վերջին տարիներին ակտիվորեն ամրապնդում է իր դիրքերը միջազգային անվտանգության քարտեզում։ Հայաստանը, լինելով ռազմավարական դիրք ունեցող երկիր, կարող է դառնալ տեխնոլոգիական գործընկեր, քաղաքական գործընկեր և կարևոր տարածաշրջանային կապող օղակ։ Հնդկաստանը միշտ կարևորել է այն երկրների հետ համագործակցությունը, որոնք ունեն կայուն պետականություն և հստակ քաղաքական ուղի։ Իսկ Հայաստանը այդպիսի երկիր է, հատկապես երկարաժամկետ համագործակցության տեսանկյունից։ Հնդկական տեխնիկայի առավելությունները Հայաստանի համար։ Ավելի շատ առավելություններ կան, բայց կթվարկենք միայն 10-ը։ Լեռնային ռելիեֆին հարմարեցված տեխնիկա, ցածր սպասարկման ծախսեր, հուսալիության բարձր մակարդակ, թիրախավորման ճշգրտություն, նոր սերնդի կապի և կառավարման համակարգեր, աշխատում է ցածր ջերմաստիճաններում, պարզ ինտեգրում հայկական ՀՕՊ-ի հետ, արագ ուսուցում և պատրաստում, դիմասկունություն էլեկտրոնային պայքարի դեմ, արժեքների և որակի հաշվեկշռի լավագույն մոդելներից մեկը։ Հայաստանի համար Հնդկաստանի հետ ռազմական համագործակցությունը միայն սպառազինության արդիականացումը չէ, այն ուղղակիորեն ազդում է նաև տարածաշրջանային բալանսի վրա։ Արարատից մինչև Սյունիք պաշտպանական շերտերի ամրապնդում, նոր տանկեր, հրետանի և ԱԹՍ-ները թույլ են տալիս առավել արդյունավետ վերահսկել կարևոր սահմանային հատվածները։ Հնդկական համակարգերը ստեղծում են ռազմավարական խորություն, ինչը կարևոր է հնարավոր հակամարտությունների դեպքում։
կայուն ռազմավարական գործընկեր։ Հնդկաստանը միաժամանակ չեզոքություն և ռազմավարական գործընկերության առումով Հայաստանի համար ապահովում է միջազգային պլացդարմ։ Սա չի բացառում այլ գործընկերների հետ համագործակցությունը, սակայն ստեղծում է վստահելի ռազմավարական բազա։ Նոր մարտական հնարավորությունները, հնդկական ԱԹՍ-ները և ռադարները թույլ են տալիս հայկական բանակին իրականացնել ավելի հեռար հետախուզություն և կանխարգելիչ գործողություններ։ Տեղայնացված համատեղ ծրագրերը բարձրացնում են տվյալների հավաքագրման, վերլուծության և արագ արձագանքի կարողությունները։ Արդեն տեսանելի են կոնկրետ արդյունքներ՝ տանկային ստորաբաժանումների նորացված շարժունակության, հրթիռային համակարգերի ճշգրտության, ԱԹՍ-ների ինտեգրված, մարտավարական պլանավորման մեջ, կապի և համակարգային վերահսկողության բարելավում։ Այս ամենը թույլ է տալիս բանակին լինել ավելի ճկուն և ժամանակակից մարտական գործողությունների համար։ Հնդկաստանի և Հայաստանի ինժեներները մշակելու են նոր սերնդի համատեղ անօդաչուներ։ Նոր համակարգերը նախատեսված են ոչ միայն պաշտպանության, այլ նաև ազդեցություն ստեղծելու ճշգրիտ գործողությունների դեպքում։ Հայկական կողմը նախատեսում է տեխնոլոգիական տեղայնացում, ստեղծելով փոքր ծավալի արտադրություն հենց Հայաստանում։ Այս քայլերը ապահովում են, որ Հայաստանը ոչ միայն սպառող մնա, այլ նաև ստեղծող երկիր դառնա տարածաշրջանում։ Հայաստանն ու Հնդկաստանը ստեղծում են լուռ, բայց հզոր ռազմավարական դաշինք, որը միավորում է տեխնոլոգիական ռազմական փորձը, պաշտպանական քաղաքականությունը։ Այս համագործակցությունը հստակ ցույց է տալիս, որ արդիական բանակը միայն զինատեսակները չէ, այլ նաև հմտություններ, ռազմավարություն և միջազգային գործընկերություն։ Հայաստանն ու Հնդկաստանը ոչ միայն զինատեսակներ ու տեխնոլոգիա են փոխանակում, նրանք կառուցում են նոր, վստահելի և ամուր ռազմավարական հիմք, որը նախատեսված է 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու համար։ Այս համագործակցությունը ցույց է տալիս, որ ապագայի բանակը կառուցվում է ոչ միայն սարքավորումների, այլ նաև գիտելիքի, ռազմավարության և միջազգային գործընկերության վրա։ Միացյալ պաշտպանական հորիզոնները արդեն ձևավորված են, պատրաստ ողջ տարածաշրջանի մարտահրավերներին։ Այս տեսանյութում մենք անդրադարձանք, թե ինչպես են Հայաստանն ու Հնդկաստանը կառուցում ամուր ռազմավարական համագործակցություն, կենտրոնանալով զինտեխնիկայի արդիականացման, ԱԹՍ-ների, հրթիռային համակարգերի և համատեղ տեխնոլոգիական ծրագրերի վրա։ Տեսանյութում նաև խոսեցինք, ինչպես է Հնդկաստանի հետ համագործակցությունը ազդում Հայաստանի անվտանգության վրա, ինչպես նոր զինատեսակները ինտեգրվում են բանակի մարտավարական պլաններին և ինչ հեռանկարներ են բացվում ապագայում։ Իսկ ձեզ կխնդրենք բաժանորդագրվել ալիքին։ Շնորհակալություն դիտման համար։